Տոնական տրամադրությունն ամենուր է։ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում հատուկ կարիքներով երեխաների համար կազմակերպված միջոցառումն ամենամյա է դարձել։ Միջոցառումը կազմակերպվել է Ստեփանակերտի մշակութային հիմնարկների աջակցությամբ, ինչպես նաև կենտրոնի նախկին սաների մասնակցությամբ։ Դարինե Մամուսն էլ մանկապարտեզ է հաճախել վերականգնողական կենտրոնում, որ կենտրոնի երեխաները ուշադրության պակաս չպիտի ունենան, արդեն գիտակցում է։ Ես եկել եմ այստեղ երգել եւ շնորհավորել երեխաների միջազգային տոնը։ Երգում եմ, պարում եմ եւ երեխաներին եմ ուրախացնում։ Օրվա առիթից օգտվելով կուզենամ այսօր ցանկանալ բոլոր երեխաներին ամառային ջերմություն իրենց բոլոր ընտանիքներում ապահովված լինեն, խաղաղ երկնքի տակ ապրեն եւ շնորհավորեմ առաջի ամառային օրով։ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում մանուկներին սպասվում էին անակնկալներ, տիկնիկային թատրոն, սիրված հերոսներ, նկարչություն ասֆալտի վրա։ Օրվա հերոսները մանուկներն են։ Մանուկների ակտիվությունն էլ ակներև էր, խաղում են, նկարում, մի մասն էլ երգիչների հետ բեմում պարում է։ Ուզում եմ օրվա առիթով շնորհավորել մայրաքաղաքի բոլոր երեխաներին, կամենալ նրանց կապույտ, լազուր, երկինք, անհոգ մանկություն։ Շատ ուրախ տրամադրություն ունենք, շատ տակիր համերգ է, ես ուրախ եմ, որ երեխաները կարող են այդքան գեղեցիկ համերգներ դիտել, շատ տակիր է։ Ես կուզեի, որ կռիվ չլիներ, որ ապրեք մեկ կապույտ երկնքի տակ։ Շնորհավորում եմ բոլոր երեխաներին, մաղթում եմ ուրախություն, երջանկություն եւ խաղաղ երկինք։ Համերգային ծրագիրը նախատեսում էր նաև ֆոտոմրցույթ։ Մրցույթի մասին նախորոք հայտարարվել էր։ Անհոգ մանկություն խորագիրը կրող մրցույթին ներկայացվել են մանուկների ֆոտոշարք։ Ներկայացրած լուսանկարներից լավագույնն առանձնացնել դժվար կլինի։ Իմանալով որոշեցի մասնակցել եւ ներկայացնում եմ մեր Քաշաթաղի շրջանի երեխաներին, ովքեր ապրելով ազատագրված եւ շենացող մեր հայրենիքում այսօր դարձել են տերը այդ հայրենիքի։ Այսօր երեխաները նաև նամակ են գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Բան Կի Մունից Արցախի փոքրիկ բնակիչները խաղաղություն ու անհոգ մանկություն են խնդրել։ Հարություն Մկրտչյան, Մերուժան Հայրապետյան, օր